Շնորհակալ ենք Աստծուց այսօրվա համար, Благодарим Господа за сегодняшний день, որովհետև գիտենք, որ ամեն օր Աստված է մեզ տալիս։ потому что мы знаем, что каждый день нам дает Господь. Երանի թե ամեն մարդ հասկանա, И будет блажен тот человек, который поймет это, թե ինչքան կախված ենք մենք Աստծուց։ насколько мы зависимы от Господа. Մեր կյանքը, Наша մեր жизнь, ընտանիքները, наши семьи, մեր ամեն օրը, որ ապրում ենք, каждый наш день, когда мы проживаем его, այս ամենը Աստծուց է։ все это от Господа. Երանի թե ամեն մարդ հասկանա Был бы блажен тот человек, который бы понял ու Տիրոջը շնորհակալ լինի։ и был благодарен Господу. Աստված օրհնի ձեզ։ Пускай Господь благословит вас. Շնորհակալ եմ Վաղո ջան այսօրվա համար, հրավերի Благодарю համար։ тебя, Ваго, что ты пригласил. Տեր օրհնի ձեր եկեղեցին Пускай Господь благословит вашу церковь. եւ իր փառքը տարածի ձեր վրա։ И пускай свою славу распространит на вас. Այն խոսքը, որ սրտումս կա, որ ուզում եմ խոսել, То слово, которое есть в моем сердце, чтобы я говорил, երկար մտորումների արդյունք է։ это итог того, что я долго размышлял. Ես այսօր կխոսեմ սրտից սիրտ, Я буду говорить от сердца к сердцу, որովհետև մի քիչ մեր մասին կխոսեմ։ потому что я буду говорить о нас. Այն падգամը, որ սրտումս կա, վերնագրել եմ միթե ես եմ։ Название проповеди «Неужели я?». Որովհետև երբ որ մենք ապրում ենք այս երկրի վրա, Когда мы живем на земле, հաճախ մենք մարդիկ ենք փնտրում մեր կյանքում, часто мы ищем людей в нашей жизни, որ մեր կյանքի պատահած երևույթները, чтобы те вещи, которые происходят в нашей жизни, ասենք որ նա էր մեղավոր։ сказать, что он виновен. Բայց երբեմն պետք է մտածել, որ կարող է ես եմ։ Но иногда надо подумать, а может быть я? Երբ Հիսուսը աշակերտները հավաքեց, Когда Иисус собрал своих учеников, Հիսուսի հետ շրջում էին եւ ժամանակ առ ժամանակ հրաշքներ տեսնում։ они вместе ходили, и время от времени они видели чудеса. Չգիտես ինչու, Не знаю почему, Հիսուսի ներկայության մեջ но в присутствии Иисуса Հիսուսի հետ քայլող աշակերտները те, которые шли с Ним, Его ученики, ժամանակ առ ժամանակ խնդիրներ էին ունենում։ время от времени имели проблемы. Ամբողջ աշխարհի խնդիրներ լուծող Աստված Тот Господь, который решает проблемы всего мира, նրանց հետ էր, был с ними, բայց նրանք խնդիրներ ունեին։ но у них были проблемы. Եվ հետաքրքիր է, որ Հիսուսը այս ամենի մասին տեղյակ էր, И было интересно, что Иисус был в курсе всего этого. բայց իր ուշադրությունից չէր վրիպում, որ նրանցից գոնե մեկը դզվեր, ուղղվեր դեպի իրեն դառնար։ И он из своего внимания упускал то, что хоть один бы шел за ним, думал бы об этом. Հիսուսը փափագում էր, որ այդ բոլոր խնդիրները աշակերտների մեջ լուծված տեսներ։ Он желал, чтобы все эти проблемы были решены в них. Այդպիսի խնդիրներից մեկը Մատթեոս ավետարան 18-րդ գլխում է գրված, Одна из проблем описана в Матфея 18 главе, 21-րդ խոսքը։ с 21. Այն ժամանակ Պետրոսը մոտեցավ Հիսուսին ու ասեց. «Տեր, քանի անգամ, եթե եղբայրս իմ դեմ մեղանչի, ներեմ նրան»։ Մինչև 7 անգամ Հիսուսը նրան ասեց. «Քեզ չեմ ասում մինչև 7 անգամ, հապա մինչև 70 անգամ 7»։ Тогда Петр приступил к нему и сказал: «Господи, сколько раз прощать брату моему, согрешающему против меня? До 7 ли раз?» Иисус говорит ему: «Не говорю тебе до 7, но до 70 раз». Այստեղից հասկանում ենք, որ Պետրոսը խնդիր ուներ։ И отсюда мы понимаем, что Петр имел проблему. Թե չէ ինչի պիտի ներման հարց բարձրանար իր մեջ։ Тогда зачем у него возникал вопрос о прощении? Հիսուսից ուզում էր հասկանալ ինչքան է սահմանը ներման։ Он хотел узнать у Иисуса, какова граница того, чтобы прощать. Հիսուսը սահման չդրեց, ասեց միշտ պիտի ներես։ Иисус не поставил границу, Он сказал: «Ты всегда должен прощать». Մեր ժամանակներում В наши времена մենք դժվարանում ենք մարդկանց ներել։ нам сложно прощать людей. Եվ Հիսուսը դրա պատճառով է, որ մեզ կանչում է դեպի իրեն։ И по этой причине Иисус призывает нас к себе. Ես վստահեցնում եմ, Я вас уверяю, որ առանց Հիսուսի մարդը ներել չի կարող։ что без Иисуса человек не может прощать. Եվ ոչ մեկին չի կարող ներել։ Никого не может прощать. Ուզում եք հո ծնողը լինի,
Пускай даже это будет Ուզում твой ենք քո родитель երեխան լինի։ или твои дети. Միևնույն է առանց Աստծո ներել չենք կարող։ Все равно, без Бога мы не можем прощать. Մենք կարող ենք խնդրեմը ծածկել, Мы можем закрыть մտածել որ проблему ամեն բան լուծվել է։ и думая, что это все решилось. Բայց մենք մեր սրտում միշտ հիշում ենք, որ ինքը ինձ նեղացրել է։ Но все равно в сердце мы помним, что этот человек нас обидел. Եվ Հիսուսը այս ամենը լսելով И все слыша это Иисус, հասկանում էր, որ իր ներկայության մեջ աշակերտների մեջ ինչ որ բան է բարձրանում։ он понимал, что в его присутствии что-то поднималось в его учениках. Պետրոսը հասկանում էր, որ инքը պիտի ների, Петр понимал, что он должен простить. բայց ինքը ուզում էր ծածկեր մի սահման գծեր եւ դրանից ավել ոչինչ չաներ։ Но он хотел все это завуалировать, прочертить какую-то границу и забыть. Երկրորդ տեղը ցույց տամ Մատթեոս ավետարան 20-րդ գլուխ։ Второе – это Матфея 20-րդ 20 20, 20 խոսքից։ с 20. Այն ժամանակ Զեբեդեոսի որդիների մայրը իր որդիների հետ եկավ նրան, երկրպագություն արեց ու ինչ որ բան խնդրեց նրանից։ Նա էլ ասեց նրան. «Ինչ կուզես»։ Ասեց նրան. «Ես որ այս իմ երկու որդիներից մեկը աջ կողմդ եւ մյուսը ձախ կողմդ նստի քո թագավորության մեջ»։ Զեբեդեոսի որդիները Հիսուսի եկել էին խնդրում էր իր թագավորության մեջ իր որդիներին նստեցնելու։ Тогда приступила к нему мать сыновей Зеведеевых, с сыновьями своими кланяясь и чего-то прося у него. Он сказал ей: «Чего ты хочешь?» Она говорит ему: «Скажи, чтобы сии два сына мои сели у тебя, один по правую сторону, а другой по левую в царстве твоем». И вот мать Зеведеевых сыновей, она просила Иисуса, чтобы они сели по правую и по левую его сторону. Հետաքրքիր է, որ նրա աշակերտները Интересно, что его ученики իրանց մորը չէին ասում, ինչի ես տենց բան գնում խնդրես։ не говорили своей матери: «Почему ты идешь это попросить?» Հասկանում ես, որ աշակերտների մեջ բարձրանում էր մի բան, որ ես պաշտոն եմ ուզում, դիրք եմ ուզում։ Было понятно, что что-то в них поднималось, что они хотели какой-то власти. Նրանք իրանց մոր հետ համաձայն էին։ Они были согласны со своей матерью. Երբեմն մեր մեջ էլ է այդպեսի բան բարձրանում։ Иногда в нас тоже такое поднимается. Ես ուզում եմ, Я хочу, որ ինչ որ մեկը ինձ ոչինչ չասի, այլ ես ասող լինեմ։ чтобы мне никто ничего не говорил, но чтобы я говорил. Եվ մենք գալիս ենք Հիսուսի մոտ, И мы приходим к Иисусу ու ասում ենք ինձ այսպես դարձրու, и говорим: «Сделай нас такими, որ ես կարողանամ մարդկանց ինչ որ բան սովորեցնել ու ասել։ чтобы я мог что-то говорить людям и их учить». Ես այստեղ կարևոր միտք եմ ուզում ասել։ Я хочу основную мысль здесь сказать. Սովորածը կարող է սովորեցնել։ Тот, который был выучен, может учить. Երբ որ մենք Հիսուսի մոտ ենք գալի եւ սովորում ենք, Когда мы приходим ко Христу и учимся, Հիսուսը մեզ կարող է բարձրացնել եւ մենք կարող ենք սովորեցնող դառնալ։ Иисус может нас поднять, и мы можем стать, которых будем учить. Բայց եթե մենք գալիս ենք, որ մենք սովորեցնենք, Но когда мы приходим, чтобы мы учили, մենք այդպես էլ կմնանք եւ որևիցե տեղ չենք բարձրանա։ мы так и останемся и не будем подниматься. Եկեք թողենք, որ Հիսուսը մեզ բարձրացնի։ Давайте позволим, чтобы Господь нас поднимал. Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Пускай будет благословенно Его имя. Ես մի քանի խնդիրներ կկարդամ աշակերտների մեջ Я прочту несколько проблем, которые были в учениках, եւ հետո ընդհանուր միտքս կասեմ։ а потом обобщу. Մարկոս ավետարան 9-րդ գլխում Марка 9, 32 խոսք։ 32. Եվ եկավ Կափառնիա ու երբ տուն մտավ, հարցրեց նրանց. «Ինչ վիճաբանություն էիք անում ճանապարհին իրար հետ»։ Եվ նրանք լուռ մնացին, որովհետև ճանապարհի մեջ իրարու հետ վիճաբանում էին, թե ով է մեծը։ Пришел в Капернаум, и когда был в доме, спросил их: «О чем дорогую вы рассуждали между собой?» Они молчали, потому что дорогую рассуждали между собой, кто больше. Նրանք ճանապարհ գալուց գյուղից գյուղ գնալու ժամանակ վիճում էին իրար հետ։ Когда они шли из одного поселения в другое, они просто спорили между собой, Մտածելով, որ Հիսուսը ոչ մի բան չի իմանա, думая, что Иисус не узнает об этом, որովհետև հավանաբար նրանցից մի քիչ առաջ էր։ потому что наверняка он был чуть впереди. Բայց Հիսուսը ամեն բան գիտի։ Но Иисус знает все. Երբ որ եկան ինչ որ տուն նստան հանգստանալու, И когда они пришли и начали отдыхать в каком-то доме, հարց
հարց տվեց, ինչ էիք վիճում իրար հետ։ Спросил, о чем вы там спорили? Հասկանում ես, որ աշակերտների մեջ խնդիր կար։ Понимаю, что была проблема в учениках. Ինչպես հաճախ մեր մեջ էլ է խնդրեմ լինում։ Как часто бывает в нас проблема. Մեր մեջ էլ է խնդիրները բարձրանում։ И в нас поднимаются эти проблемы. Մեր ընտանիքի մեջ, В нашей семье, մեր ընկերական շրջապատի մեջ, среди друзей, աշխատանքի վայրում, на работе. մենք մտածում ենք նա ով է, որ ինձ ասի։ И мы всегда думаем, кто это такой, чтобы мне что-то говорил. Մենք մտածում ենք, որ ես տանը աշխատում եմ, ուրեմն ես պիտի ասեմ։ Если я работаю в доме, значит, я должен говорить. Հետաքրքիր է, որ մենք միտեղ երկար ժամանակ որ աշխատում ենք, Интересно, когда мы долго работаем где-то, մեկ էլ հանկարծ ինչ որ нոր մարդ է галիս այդտեղ աշխատելու, и неожиданно приходит новичок туда, չգիտես ինչի մենք մտածում ենք, որ մենք նրան պարտադիր բան ունենք սովորեցնելու։ не знаю почему, но мы почему-то думаем, что надо обязательно чему-то его учить. Բայց երանի թե հասկանանք, Но мы бы были блаженными, если бы мы поняли, որ մեր կյանքում պատահած ամեն մարդ что всякий человек, который в нашей жизни появляется, մեր ուսուցիչն է։ он наш учитель. Ամեն մեկից սովորելու բան ենք ունենում մեր От կյանքում։ каждого нам есть чему учиться. Ինչ որ պատահի մեր կյանքում, Что бы ни произошло в нашей жизни, մենք պիտի հասկանանք, որ մենք ենք պատճառը, ոչ թե դիմացինը։ мы должны понимать, что причина мы, а не тот, который перед нами. Եվ ոչ թե ես եմ բարձրում, И не я наверху, այլ Քրիստոսն է բարձրում։ а Иисус наверху. Եվ իմ բոլոր հարցերով ես նրա մոտ պիտի գնամ։ И со всеми своими вопросами я должен идти к Нему. 33 տարի է, որ ես հավատում եմ Տիրոջը։ 33 года, как я во Христе. Մեկ օր նրա խոսքը չի ստել։ И ни разу Его Слово не обмануло. Ինչ որ իր խոսքում գրված է, Все, что написано в Его Слове, կատարյալ ձևով կատարվում է։ в совершенном виде исполняется. Պետք է մենք հասկանանք, որ մեր մեջի մեծը Քրիստոսն է։ Мы должны понимать, что в нас больший – это Христос. Եթե ես հավատում եմ նրան, И если я верю в Него, պետք է ինձ շրջապատող մարդիկ все окружающие меня ոչ թե ինձ տեսնեն, не меня должны видеть, այլ Քրիստոսին տեսնեն а իմ մեջ։ Христа во мне. Մեր ավագ եղբայրներից մեկը Один из наших старших братьев ասում է, երբեմն մենք որ գնում ենք ավետարան քարոզելու, говорит, иногда, когда мы идем свидетельствовать, նրա парքից մի քիչ փոկում ենք մեզ ենք վերագրում։ мы немножечко отрываем от Его славы и берем на себя. Բայց դա Աստված որ հասկանանք, որ բոլոր парքերը Քրիստոսինն են։ Но дай Бог, чтобы мы понимали, что вся слава – это Христа. Ամենահայտնի տեղերից մեկը Աստվածաշնչում Ղուկաս ավետարան 6-րդ գլուխ։ Лука 6 – это одно из известных мест. Եվ ինչու քո եղբոր աչքի մեջի շուղը կտեսնես ու քո աչքի մեջի գերանը չես նայում։ Կամ ինչպես կարող ես ասել քո եղբորը, եղբայր, թույլ տուր, որ քո աչքի մեջի շուղը հանեմ, եւ դու քո աչքիդ մեջը գերանը չես տեսնում։ Կեղծավոր առաջ քո աչքի գերանը հանի ու հետո պարզ կտեսնես քո եղբոր աչքի մեջի շուղը հանելը։ Что ты смотришь на сучок в глазе брата твоего, а бревна в твоем глазе не чувствуешь? Или как можешь сказать брату твоему: брат, дай, я выну сучок из глаза твоего, когда сам не видишь бревна в твоем глазе? Лицемер, вынь прежде бревно из твоего глаза, и тогда увидишь, как вынуть сучок из глаза брата твоего. Գիտեք, չէ՞ մարդը հեշտ է տեսնում ուրիշների սխալները։ Человек очень легко видит проблемы в другом, Բայց իր սխալները երբեք։ но свои нет. Հիսուսը այս օրինակը որ բերեց պատահական չէր։ Этот пример, который привел Иисус, это не был случайно. Ան ժամանակրել էր նույնը մարդը, И тогда был тот же человек, հիմա էլ է մարդը нույնը։ и сейчас такой же. Հանկարծ մեր աչքը տեսնի, որ մեկը թերացավ հավատքի մեջ։ Неожиданно, чтобы наш глаз увидел, что кто-то ослабел в вере. Ես տենց էլ գիտեի, որ տենց ա լինելու։ Но я так и знал, что так и будет в конце. Որովհետև ինքը այսպիսի բաներ էր անում։ Потому что он вот такие вот вещи делал. Չգիտես ինչու, մենք չենք տեսնում, որ մենք Իրանից ավելի վատ բաներ ենք արել։ Не знаю почему, но мы даже и хуже делали вещи. Մենք մտածում ենք, որ մեզ կարելի է։ Нам кажется, что нам можно. Ես երկար տարիներ է հավատքի մեջ եմ։ Долгое время я уже в Господе. Խնդիր չկա, որ խնդրեմ լինի իմ կյանքում, ես կլուծեմ։ Нет никаких проблем, я все решу.
Բայց այստեղ Աստծո խոսքն ասում է, Но Божье Слово говорит, եթե դու ինչ որ մեկի խնդիրը տեսնում ես, если ты видишь проблему чью-то, դա փոքր շուղ է, это очень маленькая заноза такая. իսկ մեր կյանքում արդեն գերան կա։ Но в нашей жизни уже есть бревно. Այդպես է ասում Աստծո խոսքը։ Так говорит Божье Слово. Եթե ես սկսել եմ մեկին տեսնել քննադատելու համար, Если я вижу кого-то, чтобы его осуждать, ես այստեղ պիտի կանգ առնեմ ու գնամ իմ աչքի գերանը հանելու, я должен остановиться и пойти вынуть бревно из своего глаза. որովհետև դատելը մեզ չի տրված։ Потому что судить не нам дано. Դատելը տրված է Տիրոջը։ Судить дано Господу. Ինձ տրված է խոնարհաբար իմ ճանապարհը անցնեմ։ Мне дано в склонении проходить путь. Երբեք միշտ ապիր ինչ որ մեկին դատելու։ Не спеши кого-то осуждать. Երբեք միշտ ապի ինչ որ մեկի կյանքը քննարկելու։ Не спеши анализировать чью-то жизнь. Վտանգ կա, Есть опасность. վտանգավոր է, Это опасно. որովհետև Потому что Աստված որ մեզանից գա պահանջի, մենք չենք կարող պատասխան տալ։ когда Господь будет требовать от нас, мы не сможем дать ответа. Ամենակարևոր տեղերից մեկը, որ Հիսուսը այս մասին շատ էր ուզում տեսնել հանդիպեր աշակերտներին, Одно из важнейших мест, где Иисус говорил и хотел сказать это ученикам, Մատթեոս ավետարան 26-րդ գլխում է։ Матфея 26 глава, Վերջին ընթրիքը։ последняя вечеря. Հիսուսը շատ էր սպասում այսօրվան, Иисус очень ожидал этого дня, որովհետև այդտեղ մի բան պիտի կատարվեր, потому что там должно было произойти что-то. ինքը պիտի տեսներ աշակերտների անկեղծությունը, Он должен был видеть искренность своих учеников. ինքը պիտի հայտներ ամենակարևոր բանը, նոր ուխտը, Он должен был сказать Новый Завет им. ինքը խաչից առաջ դա վերջին հանդիպումն էր լինելու աշակերտների հետ։ Перед тем, как он был распят, это было последнее его свидание со своими учениками. Եվ Մատթեոս ավետարան 26-րդ գլխի 20 խոսքում В 20 главе, в 20 стихе Матфея, ու երբ իրիկուն եղավ 12-ի հետ սեղան նստեց եւ քանի որ կուտեին ասեց ճշմարիտ ասում եմ ձեզ որ ձեզանից մեկը պիտի մատնի ինձ ու շատ տրտմեցին եւ նրանցից ամեն մեկը սկսեց ասել նրան Տեր միթե ես եմ նա պատասխան տվեց ու ասեց նա որ ինձի հետ իր ձեռքը պնակի մեջ կխոթի նույնը պիտի մատնի ինձ Հիրավի մարդու որդին կգնա, ինչպես գրված է իրեն համար, բայց վայ այն մարդուն, որի ձեռքով մարդու որդին պիտի մատնվի։ Լավ էր, որ այդ մարդը ծնված չլիներ։ Պատասխան տվավ Հուդան, որ նրան պիտի մատներ ու ասեց. Վարդապետ, միթե ես եմ։ Եվ Հիսուսն ասեց. Դու ասացիր։ Когда же настал вечер, он возлег с 12 учениками, и когда они ели, сказал: «Истинно говорю вам, что один из вас предаст меня». Они весьма опечалились и начали говорить ему, каждый из них: «Не я ли, Господи?» Он же сказал в ответ: «Опустивший со мной руку в блюдо, этот предаст меня. И, впрочем, Сын Человеческий идет, как писано о нем, но горе тому человеку, которым Сын Человеческий предается. Лучше бы было и этому человеку не родиться». При сем Иуда, предающий его, сказал: «Не я ли, Рави?» Иисус говорит ему: «Ты сказал». Այստեղ շատ կարևոր բաներ են տեղի ունեցել վերջին ընթրիքի ժամանակ։ Здесь очень важные вещи произошли во время вечери. Հիսուս ասում էր, որ ձեզանից մեկը ինձ պիտի մատնի։ Иисус сказал, что один из вас предаст меня. Այն նույն աշակերտներն էին այստեղ հավաքված, որոնք իրար մեջ խնդիր ունեին։ Это те же ученики, которые имели проблемы друг с другом. Ներելու հարց ունեին։ Был вопрос о прощении. Ով է մեր մեջ մեծը այս հարցներ քննարկվում։ Кто будет выше? Этот вопрос там обсуждался. Իրար վրա ինչ որ բիծ էին մանգալի։ Они искали проблемы друг в друге, недостатки. Եվ հետաքրքիր է, երբ որ Հիսուսը այստեղ ասում է ինձ մեկը, ձեզանից մեկը պիտի մատնի, Но было интересно, когда Иисус сказал, что один из вас меня предаст. Աստծո խոսքն ասում է, որ աշակերտներն ասեցին՝ միթե ես եմ Տեր։ Слово Божие говорит, что каждый из них сказал: «Неужели это я?» Մեր կյանքում երբ որ խնդիր է լինում, В нашей жизни, когда есть проблема, մենք ասում ենք՝ «Այդ ես չեմ, նա էր»։ мы говорим: «Это не я, это он». Մեր կյանքում պատահած խնդիրների մեջ մենք մեղավոր ենք միշտ փնտրում։ Все случившиеся проблемы в нашей жизни, мы ищем виновника в них.
Եթե իմ ծնողը ինձ ճիշտ դասիրակ էր, Вот если бы мой родитель правильно меня воспитал, ինձ լավ բարձրագույն տար սովորելուն, высшее образование бы мне дал, եթե ես լավ աշխատանք ունենայի, если бы у меня была хорошая работа, եթե իմ կինը կամ ամուսինը ինձ հասկանար, если муж или жена понимали бы меня, իմ կյանքը բոլորովին այլ ձև կդասավորվեր։ моя жизнь совершенно по-другому бы сложилась. Դա նույն հարցերն են, որ աշակերտներն ունեին միջև վերջին ընթրիքը։ Это все те вопросы, которые ученики имели до последней вечери. Բայց վերջի ընթրիքի ժամանակ Но в конце этой вечери աշակերտների մեջ ինչ որ բան էր փոխվել։ что-то изменилось в них. Միմյանց նկատմամբ մեղադրանք չկար։ По отношению друг к другу у них уже не было никаких обвинений. Ամեն մեկը մտածում էր, ասում էր, կարող է ես եմ մատնողը։ И каждый думал про себя, неужели я предам? Նրանք չէին մտածում, որ Զեբեդեոսի որդիները կմատնեին նրան, Они не думали, что сыны Завидеевы предадут его, որովհետև ուզեցին թագավորության մեջ լինել, բայց թույլ չտվեց։ потому что они хотели быть в Царстве Божьем рядом с ним, но он не позволил. Նրանք չէին մտածում, որ Պետրոսը կարող է լինել, որովհետև Պետրոսը ամեն բանի մեջ կար։ Не думали, что это Петр, потому что он был везде. Այլ ամեն մեկը այստեղ ասում էր, միթե ես եմ Տեր։ Но каждый из них задумался, неужели это я? Ես աղոթում եմ, Я молюсь, որ այստեղ եղող ամեն մեկս чтобы каждый из здесь присутствующих մեր կյանքում պատահած խնդիրների մեջ во всех проблемах, которые в нашей жизни есть, ինքներս մեր մեջ ման գանք мы сами в себе бы искали եւ գանք Տիրոջ առաջ, и приходили бы к Господу ասենք ինձ փոխիր Տեր, и говорили бы, измени меня, որ ես Господь, նույնը չմնամ։ чтобы я не оставался прежним. Երբ որ Աստված փոխում է, Когда Господь изменяет, ես խնդիրներ ուրիշների մեջ չեմ տեսնի երբեք։ я не буду видеть проблемы в других. Եվ այստեղ որ տեսնում ենք ամեն մեկ ասում էր, միթե ես եմ Տեր, И каждый из них, когда говорил, неужели это я, Господь? եւ նրանք ասում էին, որ դու մեր Տերն ես։ И они говорили, что Ты наш Господь. Բայց Հուդան էլ նույն հարցը տվեց, ասեց, միթե ես եմ։ И Иуда также спросил, неужели это я? Բայց նա չասեց, միթե ես եմ Տեր, Но он не сказал, неужели это я, Господь? այլ միթե ես եմ վարդապետ։ А неужели это я, учитель? Հուդայի համար այդպես էլ Հիսուսը վարդապետի մակարդակից չբարձրացավ Տիրոջ մակարդակը։ Для Иуды он так и не поднялся из учителей до Господа. Նա միշտ էլ նրա համար, Հիսուսը միշտ էլ նրա համար մնաց որպես վարդապետ։ Он навсегда остался для него учителем. Մեր կյանքում կգան ժամանակներ, որ Հիսուսը մեզ կսովորեցնի մեր կյանքում պատահած բաները։ В нашей жизни будут времена, когда Господь нас будет учить. Բայց մենք պիտի աճենք հասնելու նրան, որ մեր կյանքի ամեն ոլորտի Տերը Հիսուսն է։ Но мы должны дорасти до того, что во всех сферах Господь наш Господь. Եթե մենք մնանք, որ Հիսուսը մեր վարդապետն է եւ վերջ, Если мы останемся на уровне того, что Он наш учитель и все, մի օր կթողենք նրան, однажды мы его оставим, որովհետեւ ուրիշ վարդապետ կգտնենք։ потому что мы найдем другого учителя. Բայց եթե նա մեր Տերն է, Но если Он наш Господь, նա իրավունք է ունենում գա իմ կյանք ու փոխի իմ կյանքը։ Он имеет право прийти в мою жизнь и изменить ее. Եվ ձեզ վստահեցնում եմ, И я вас уверяю, որ մեր կյանքը ուրիշ մեկը չի կարող փոխել Հիսուսից բացի։ что нашу жизнь не имеет в силе кто-то изменить, кроме Иисуса. Դուք ամեն տարբեր միջոցների դիմել եք, որ ձեր կյանքը փոխվի։ Вы будете обращаться к разным методам для того, чтобы жизнь ваша изменилась. Բայց կարող եք վկայել, որ չի փոխվել։ Но вы можете свидетельствовать, сказать, что этого не произошло. Բայց ես կարող եմ վկայել, որ երբ որ ես եկել եմ Հիսուսին, Но я могу свидетельствовать, что я пришел к Иисусу, իմ կյանքը ամբողջությամբ փոխվել է։ и моя жизнь полностью изменилась. Եվ ես հասկացել եմ, որ իմ կյանքը նրանից է կախված։ И я понял, что моя жизнь зависит от Него. Եվ նա է դարել իմ Տերը։ И Он стал моим Господом. Պատճառը դա է, որ Ղուկաս ավետարան 22-րդ գլխում Причина в том, что в Луке 22 главе Հիսուսը ասում էր փափագելով փափագում էի այս զատիկը միասին ուտելու։ Иисус говорил, что я жаждал, чтобы мы вместе съели эту Пасху. Ինչի էր այդքան փափագում։ Почему Он жаждал этого? Կարող ենք մտածել, որ նոր ուխտը այդտեղ պիտի լիներ։ Мы могли бы подумать, что Новый Завет там бы произошел. Այո, եւ դա ճիշտ է։ Да, это правда. Բայց Հիսուսը ուզում էր տեսնել իր գնալուց առաջ աշակերտները փոխվել են թե ոչ։
Но он хотел увидеть перед его уходом, изменились ли его ученики или Եվ нет. այստեղ տեսնում ենք, որ աշակերտները փոխվել էին։ И мы видим, что они изменились. Այլևս մեկը մեկին չէր մեղադրում։ И уже один другого не обвинял. Հարևանին կամ բարեկամին չէր մեղադրում։ Своего соседа или родственника. Իր կյանքում դժվարությունների մեջ մեղավոր ման չէր գալի։ В своих проблемах они уже не искали виновных. Այլ նրանք հասկացել էին, որ ամեն բան Աստված կարող է անել։ Они понимали, что все Господь может сделать. Ինձ շատ ապշեցրել է, Меня очень удивило, որ երբ որ Հիսուսը հարություն առավ, когда Иисус воскрес. Հովանու ավետարանի վերջի մասում գրված է, В Иоанна написано, որ գնաց աշակերտներին հանդիպելու հարությունից հետո, когда он пошел встретиться после того, как воскрес со своими учениками, աշակերտները նորից գնացել էին ձուկ բռնելու իրենց հին գործին։ ученики опять пошли ловить рыбу, к своему старому делу пошли. Եվ երբ որ աշակերտները ճանաչեցին, որ Հիսուսն էր, И когда они узнали, что это Иисус, բոլորը եկան նրա կողքը հավաքվեցին, все пришли и собрались вокруг Него. ու ինքը մենակ Պետրոսի հետ խոսեց։ И он только с Петром говорил. Եվ նրան 3 անգամ հարցրեց. Դու ինձ սիրում ես։ И 3 раза спросил, ты меня любишь? Շատ կարծիքներ կան, որ հարցնում էր, որովհետև 3 անգամ Պետրոսը ուրացել էր նրան։ Много мнений было о том, что он 3 раза отрекся от него. Բայց թույլ տվեք ես իմ կարծիքը ասեմ, դա ճիշտ է, բայց ես էլ իմ կարծիքը ասեմ։ Я скажу свое мнение. Да, это правда, но я скажу также и свое мнение. Ես կարծում եմ, որ ուզում էր ասել, որ ինձանից հետո դու ես մնում, որ այս ժողովրդին, այս աշակերտներին հոգ տանես։ Он хотел сказать, что после меня остаешься ты, чтобы ты заботился об этих учениках. Բայց եթե իմ նկատմամբ սեր չունենաս, Но если у тебя не будет любви ко мне, այդ սերը չես կարող փոխանցել մյուսներին։ ты не можешь перенести эту любовь другим отдать. Ամբողջ Աստվածաշունչը, երբ որ կարդաս Հիսուսի հարությունից հետո, Всю Библию, если будешь читать после того, как воскрес Иисус, ոչ միտեղ չես տեսնում, ни в одном месте ты не увидишь, որ Հիսուսը Պետրոսին մեղադրեր։ что Иисус обвинял Петра. Աշակերտներն էլ չմեղադրեցին նրան։ И ученики тоже не обвиняли Թեև его. առիթը կար, Даже была причина. բայց նրանք չմեղադրեցին, որ դու ուրացել ես մեր Но Տիրոջը, не обвиняли, что ты отрекся Господа, որովհետև նրանք այլևս փոխված էին։ потому что они были уже изменены. Հիսուսը Иисус Հուդային չմեղադրեց, не обвинял Иуду աշակերտների մեջ չխոսեց։ и среди учеников не говорил. Նա ցույց չտվեց ասելով, եթե ինձ ուրանաք, դուք էլ եք այս ճակատագրին И արժանանալու։ сказал, если вы отречетесь от меня, то от вас тоже отрекутся. Թեև ամենակարող Աստված Հիսուս Քրիստոս И даже всемогущий Бог Иисус Христос իրավունք ուներ Հուդայի մասին բան խոսելու, имел право сказать что-то об Иуде, բայց նա չդատեց։ но он не обвинил. Եկեք որ մենք էլ այսպես լինենք։ Давайте мы тоже будем такими. Մեզ իրավունք տրված չէ դատելու։ Нам не дано право, чтобы мы судили. Եթե նույնիսկ սխալներ ենք տեսնում, Даже если мы видим проблемы в человеке. եկեք բերենք Տիրոջ առաջ թող Աստված լուծի այդ հարցերը։ Давайте приведем к Господу, и пускай Он решает. Վստահեցնում եմ, որ նրանից լավ ոչ մեկ չի կարող այդ հարցը լուծել։ Я уверяю, что никто лучше не может разрешить этот вопрос. Նա լավագույն ձևով է лուծում ամեն հարցերը։ Он лучшим образом разрешит всякий вопрос. Հիսուսը ոչ մեկին եւ ոչ միտեղ չդատեց։ Иисус никогда никого не осуждал. Աշակերտները երբ որ փոխվել էին, Когда ученики изменились, երբ որ խնդիրներ են լինում, когда есть проблемы, սկսում էին իրանց ամեն մեկը իր մեջ փնտրել и խնդրի каждый պատճառը։ в себе начал искать эти проблемы. Դրա համար երբ որ մենք իրավիճակների ենք բախվում, Когда мы сталкиваемся с проблемами, եկեք գան Քրիստոսի առաջ։ давайте придем ко Христу. Նա լավագույնն է մեզ հասկանում։ Он лучшим образом нас поймет. Նրանպես մեկը չկա, որ մեզ հասկանա։ Нет никого, кто мог бы понять нас лучше. Մեր կյանքում պատահած բոլոր ցավերից նա տեղյակ է։ О всех наших болях Он знает. Աստծո խոսքն ասում է, որ Հիսուսը նույնն է երեք, այսօր եւ հավիտյան։ Божье Слово говорит, что Иисус тот же вчера, сегодня и вовеки. Եվ մենք էլ ունենք անցյալ, ներկա եւ ապագան։ И у нас тоже есть прошлое, настоящее и будущее. Մենք եկել ենք այնտեղից, որտեղ եղել է Հիսուսը։ Мы пришли оттуда, где был Иисус. Եվ ինքը մեր ներկայի մեջ է։ И Он в нашем настоящем. Տեղյակ է մեր ընկնելու եւ բարձրանալու վայրը։
И Он знает о том, когда мы упали и когда мы поднялись. Ինքը գիտի մեր ցավերն ու արցունքները։ Он знает наши слезы и боли. Ինքը գիտի մենք ինչերով ենք անցնում։ Он знает, через что мы проходим. Գիշերը մեր մտածումներն ու մեր ցավերից տեղյակ են։ И Он знает о тех болях и мыслях, которые проходят ночью в нас. Եվ ինքը ապագայում մեզ է սպասում, որտեղ մենք դեռ չենք էլ եղել։ И в будущем Он нас ожидает, где нас еще не было. Մեր ապագան էլ է ապահովագրված։ Защищено также наше будущее. Օրհնյալ լինի Տիրոջ անունը, Пускай будет благословенно Его имя. որովհետև մենք չգիտենք որտեղ կհայտնվենք մի քանի օր, մի քանի ժամ հետո։ Потому что мы не знаем, где мы окажемся через несколько дней или часов. Բայց ես քեզ վստահեցնում եմ, Но я уверяю, եթե քո հույսը Քրիստոսն է, если твоя надежда — это Христос, ինչի միջ էլ հայտնվես, նա այնտեղ քեզ էր սպասում։ где бы ты ни оказался, Он там тебя уже Ինչպես ждет. Սետրակ Միսակ Հապետնակովին, Как Ситрак, Мисах и Аведнагу, երբ որ նրանց պիտի գցեին կրակի մեջ, когда их должны были бросить в огонь, նա արդեն այնտեղ էր։ Он уже там был. Հալելույա։ Аллилуйя. Ահա թե ինչպիսի Աստծու ենք մենք հավատում, Вот к какому Богу мы верим, որ մեր անցյալը, ներկան եւ ապագան ամեն բան ապահովել է։ что наше прошлое, настоящее и будущее, оно все в Нем. Եթե մենք այսպես հավատում ենք, որ Աստված է մեր անցյալը, ներկան եւ ապագան կերտողը, И когда мы так думаем, что Он строит нам путь и в прошлом, и в настоящем, и в будущем, մենք պիտի գիտակցենք, որ մեզ պատահածի մեջ էլ что мы должны понимать, что даже все то, что с нами случится, նրա ձեռքը խառն է։ Его рука в этом. Ես հիշում եմ մի օր խնդիրներ կար հարևանի հետ, Я помню, у меня были проблемы с моим соседом, ու ես մտածում եի, ասում եի, լավ, հենց էսի պիտի լիներ ինձ հարևան։ и я так думал, ну неужели вот именно он должен был быть моим соседом? Ու միտքս սկսեց գնալ այդ ուղությամբ աշխատել։ И мои мысли пошли в этом направлении. Ու մտածում եի, որ կանգնեմ Տիրոջ առաջ, И я думал, вот когда я встану перед Господом, ու ասի ես էի նրան դրել քեզ հարևան։ и Господь скажет, это я сделал его твоим соседом. Ու իրան թույլ եք տարի, որ ինքը այդպես իրեն պահեր, И я позволил, что он так себя вел, որ դու քո միջինը տենայր, դու ով ես։ чтобы ты увидел свою внутренность, кто ты есть. Ու ես ասեցի շնորհակալ եմ Տեր ջան ես հարևանի համար, Я сказал, Господь, я благодарю тебя за этого соседа. որովհետև ես իմ միջինը չէի իմանա, որ ես ջղայնանում եմ տենց բաներից։ Я бы не подумал, что внутри меня есть такое, что я буду злиться на подобные вещи. Գիտեք, մենք մեր կյանքում ինչ ընթացք որ մենք ունենում ենք, Все те этапы, которые есть в нашей жизни, երանի թե блаженные были бы мы, մենք հասկանանք, որ ամեն բանի մեջ Աստծո ձեռքը կա։ что во всем есть Божий промысел и рука. Երբեք մեկին չմեղադրես, Никогда никого не обвиняй, չդատես, не осуждай. սա մեր գործը չէ, Это не наше дело, սա Տիրոջն է։ это Божье. Ամենաշատը, որ ես կարող եմ խնդիրների մեջ անել, Самое большое, что я могу сделать в своих проблемах, իմ կյանքը նայելն է, միթե ես եմ Տեր։ смотреть на себя и говорить, неужели это я, Господь? Եվ ամեն հարցերը տեղն են գնում։ И все вопросы разрешаются. Հավատքը չի տկարանում։ Твоя вера не угасает. Աստծո հետ փոխհարաբերությունը չի կտրվում։ Взаимоотношения с Господом не прерываются. Ընթակառակը Наоборот, դու սկսում ես հոգևորապես աճել ты начинаешь духовно расти. եւ հասկանում ես, որ նա Տերն է մեր կյանքի բոլոր բնակավարներում։ Мы понимаем, что Он Господь во всех сферах нашей жизни. Շնորհակալ ենք Տիրոջից։ Благодарим Господа.